հարց համար 11-ը հյուսիս-հարավ ճանապարհի եւ այլ նախագծի աշխատանքների ֆինանսավորման մասին հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան։ Համեցեք, պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բյուջեի վերաբաշխմանը վերաբերվող կառավարության որոշման նախագիծը նախագծով առաջարկում է իրականացնել 1 միլիարդ 174 միլիոն դրամի ներքին վերաբաշխում հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբեր հատվածներում Անհրաժեշտ պայմանագրային եւ ուրեմն ֆինանսավորման պարտականությունները իրականացնելու համար, մասնավորապես շինարարական աշխատանքների ավարտական գումարի 5%-ի վճարման, տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարման, հանրության գերակաշահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրման, ծրագրի կառավարման ծախսերի փոխհատուցման, M6 միջպետական ճանապարհի վերականգնման, Պուշկինի թունելի վերակառուցման եւ Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծային աշխատանքների դիմաց վճարումներ իրականացնելու համար խնդրում եմ հաստատել, եթե հարցեր կան, մանրամասները սիրով ներկայացնեմ։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, ըստ էության ճանապարհի մի մասը, որը վերաբերվում է Աշտարակ-Գյումրի հատվածին, հանձնված է եւ այստեղ ուղղակի հետ շինարարության վճարներն ենք իրականացնում, նաեւ ուրախ եմ արձանագրել, որ ոնց որ թե վերջին մեր խոսակցության ժամանակ էլ ազդակայինա, որ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է եւ նաեւ Քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում եւ մենք իհարկե շատ պատեհ է եւ շատ տեղին է նաեւ ընդհանուր տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների տրամաբանությամբ այս նախագծերի իրականացումը։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովում առիթ չեղավ այդ մասին խոսելու, բայց ես ուզում եմ արձանագրեմ, հիմա արդեն նաեւ մենք քաղաքաշինության կոմիտեի հետ եւ փոխվարչապետ Խաչատրյանի հետ այդ թվերը նորից նայել ենք, վերանայել ենք, վերստուգել ենք եւ կարող եմ ասել, որ վերջին 8 տարիներին 2018 թվականից մինչեւ 2026 թվականը 25 թվականը ներառյալ Խորհրդային Միության վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են Խորհրդային Միության տարիներին իրականացված ներդրումները։ Խոսքը 1981-ից 1988 թվականների ներդրումների մասին է, բայց նախորդող շրջանում, ես եթե ճիշտ եմ հասկանում, Խորհրդային Հայաստանում կատարված ներդրումների մասին է։ Ես եթե ճիշտ եմ հասկանում, նախորդող շրջանում ավելի ակտիվ կապիտալ ներդրումների ժամանակաշրջան չի եղել, դա էլ է պետք միած ստուգել, գուցե տեսնել 81-ից նախորդած շրջանը 70-ականների երկրորդ կեսին ինչ ծավալ է ստացվել, այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ վերջին 8 տարում Խորհրդային Միության հայկական ԽՍՀ ծավալներից ավելի մեծ կապիտալ ներդրումներ են իրականացրել եւ այդ խոսակցությունը ճիշտն ասած ինչից է հարցը ծագեց, որովհետեւ տարբեր մարզերում երբ որ մարդկանց հետ շփվում ենք եւ մարդիկ ասում են, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ այս ծավալի շինարարություն չի եղել եւ այլն, հարցը 1 2 3 ու շատ հետաքրքիր է, որ ժողովրդական աչքաչափը ինչ ճիշտ է, հետո գնում ենք հանում ենք տվյալները վիճակագրական եւ տեսնում ենք, որ իրոք այդ ներդրումների ծավալները ավելի մեծ են եւ այս մի ցուցանիշ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով նախորդ անգամ Պարոն Վարդանյան այդ թեմայով խոսելու առիթ ունեցավ, բնականաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով շինարարություն, բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է, եւ ես սա ինչով եմ կարեւոր համարում, որ գիտեք, անկախությունից ի վեր շատ արագ այդ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո մեր ժողովուրդը եկեք առերեսվենք, որ Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել եւ դա կապված է եղել նաեւ այս երևույթների հետ, երբ որ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են եւ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ, ես կարծում եմ, որ այսպիսով նաև մենք եւ մեր ժողովուրդը հաղթահարում են
խորհրդային միության այդ նոստալգիան, որովհետև իրենք հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը, իրենց պետությունը այլևս մղում է իրենց նայելու առաջ եւ ոչ թե նայելու հետ, եւ սա շատ կարեւոր արձանագրում է, մանավանդ որ հաջորդ զեկուցվող հարցով մենք անդրադառնալու ենք Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին, բայց արձանագրեմ նաեւ, որ վիճակագրության կոմիտեն շաբաթվա մեկնարկին հրապարակեց 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են, դրանից առաջ իմիջայլոց հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ 6% համախառն ներքին արդյունքի աճ։ Սա կարևոր արձանագրում է հետևյալով, որ 2021 թվականին մենք ստանձնելով կառավարումը օգոստոսին էլի մեր առաջխնդիր դրեցինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովել եւ աներկբա եւ միանշանակ մենք 7%-ից ավել 7.9% միջինում 7.9% տնտեսական աճ ենք ապահովել եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են եւ իհարկե պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում շինարարությունը եւ ծառայությունները։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, թե երբ որ 2025 թվականի դեկտեմբերին եկամտային հարկի համակարգը արդեն պիտի սկսեր Երևանից դուրս գալ, որոշակի անհանգստություն եւ լարվածություն կար եւ նույնիսկ էլի մեզ ուղված կոչեր հետաձգել եւ այլն, ինչպես կարելի է ենթադրել, բայց մենք չգնացինք դրան եւ ճիշտ արեցինք եւ հիմա մեր անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաեւ վիճակագրությունից, շինարարությունը երկրորդային շուկան էլ է բավականին ակտիվ եւ կադաստրի կոմիտեի ղեկավարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մենք անշարժ գույքի հետ կապված 15000 ավել գործարքներ ունենք, ընդ որում սա վերաբերում է տարբեր գործարքներին, պարոն Թովմասյան, դուք կպարզաբանեք թե ինչին է, որովհետև դա միայն արքը եւ վաճառքը չի, այնտեղ ուրիշ գործողություններ կան, բայց դա վիճակագրական ցուցանիշ է, որը ընդհանուր առմամբ պատկեր է տալիս եւ ծառայությունների ոլորտը շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել է 26.5%, իսկ ծառայությունները 17%։ Նաև ես ծառայությունն էլ կապ ունի անշարժ գույքի շուկայի հետ եւ շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ Երևանում տուն կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է տրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են ներդրում անել, կան նաեւ այդպիսի մարդիկ, որ մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետեւ տունը ձեռք են բերում, վարձով են տալիս եւ այդ գույքը ունի բարձր լիկվիդայնություն, այսինքն ըստ անհրաժեշտության ավելի հեշտ կարող է դա վաճառվել։ Իհարկե անշարժ գույքի գները շարունակաբար աճում են, այդ թեմաներով էլ ես քաղաքացիներից նամակներ եմ ստանում, նրանցից ովքեր բնակարաններ են վարձում եւ բայց մյուս կողմից նրանք ովքեր ունեն սեփական անշարժ գույք, այս անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետեւ նրանք ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ քննադատության արժանանալու իրենց տանը նստած ուղակի հարստանում են, որովհետեւ իրենց տան գները աճում են։ Իսկ մյուս հարցերի հետ կապված սոցիալական եւ այլն մենք քննարկումներ ենք ունենում եւ մեր նախնական եզրակացությունն է նա, որ շուկայի process-ներին միջամտություններ, կոշտ միջամտություններ անել այդքան ճիշտ չի։ Մենք առաջիկայում ընդունելու ենք այսօր առավոտյան պարոն Թորոսյանի հետ քննարկել ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը, մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը, ընդ որում մեր հանձնառությունը 7000 շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր,
մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10,000 թիվ, բայց դա մոտավոր հաշվարկներ են, այսինքն այդ վավերապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները, հիմա մենք 10,000 ենք մեր հաշվարկը 10,000-ն է, որ 10,000-ը կդիմի, կարող է դիմի 12,000, 11, կապ չունի, ինչքան դիմեն, դա մեր կանխատեսումն է ընդամենը, կարող է պակաս լինի, կարող ավելի լինի, դա մեր հանձնարարությունն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանն է ծրագրով 800 միլիարդ դրամ ֆինանսավորում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր իրացնելու համար գումարած մենք իրականացնում ենք սահմանամերձ, այսինքն արդեն հիմա ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագիրը, որը այդտեղ էլ սոցիալական կոմպոնենտը ուժեղացնում ենք մենք, նաև սոցիալ կրթական կոմպոնենտ, այնպես որ մենք բնակարանային ծրագրեր անում ենք, առաջիկայում մենք կընդունենք ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը, որտեղ բնակարանային ապահովման որոշակի ծրագրեր կիրականացնենք, Պաշտպանության նախարարությունում մենք բնակարանային ապահովման ծրագրեր ենք իրականացնում, այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացան բնակարանի ձեռքբերման հավաստագիր, այսինքն իրենք ծառայությունը ստանձնելու պահին արդեն կարող են բնակարան ձեռք բերել, ինչքան արժեքը պարոն Պապիկ։ Վարչապետ, ներկա շուկայական գներով արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն դրամ։ Մի բնակարան։ Մի բնակարանը։ Դա նորմալ իրատեսական թիվ է եւ մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել եւ նաեւ կարող են ինչ որ գումարել նորոգման եւ այլն ծախսերի համար 5 միլիոնի շրջանակում օգտագործել։ Ես նկատի ունեմ, մենք բնակարանային մի շարք ուղղություններով ծրագրեր իրականացնում ենք եւ դեռ արժևում էլ լինելու են նոր ծրագրեր եւ մեր խնդիրն է թիրախային հասցեական այդ աջակցությունը ցուցաբերել է, մնացած մասով արդեն շուկան ինքը պետքա կարգավորի եւ ընդհակառակը մենք վերլուծում ենք, որ այդ process-ը նաեւ կարող է մարզերում որոշակի ակտիվություն առաջացնել եւ նաեւ պետք է process-ները ուղղորդենք։ Վերադառնալով տնտեսության ընթացիկ վիճակին եւ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերին պիտի արձանագրեմ, որ ներողություն հուլիսի մասին մի մասը ասացի, արդյունաբերության ոլորտում աճը 3.1% է, առևտուրն է մի փոքր նվազել 99.9% եւ ծառայությունների ոլորտում 117%, ու արտահանման ոլորտում մենք խնդիրներ որոշակի ունենք, բայց տեղի ունենում ադապտացիա եւ դիվերսիֆիկացիա, մենք համոզված ենք, որ այդ խնդիրը հնդածս կլուծի, բայց այս թվերը կարեւոր են արձանագրելու համար, որ այնուամենայնիվ մեր տնտեսությունը հենց ադապտացիայի շատ մեծ կարողություններ է ցույց տալիս եւ նաեւ տարբեր երկրներից մեծ մարդկային հոսք կա դեպի Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե պարզ է հարգելի գործընկերներ, որ այդ մեծ մարդկային հոսքը ապահովում է նաեւ միջազգային իրադրությունը, կոնյունկտուրան, բայց առաջին անգամ չի, որ միջազգային կոնյունկտուրան տարբեր հոսքեր է գեներացնում, բայց սովորաբար այդ հոսքերը շրջանցել են Հայաստանի Հանրապետությունը, այս անգամ լուրը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ հոսքերի հիմնական ուղղություններից մեկն է եւ դա մեզ ուրախացնում է, որովհետեւ նախ մեր շատ հայրենակիցներ վերադառնում են Հայաստան եւ ներքին գործերի նախարարությունը այս տարի հրապարակեց կիսամյակի թվերը եւ էս էլ է առաջին անգամ աննախադեպ, որովհետեւ ճիշտ է 2025 թվականի տարվա արդյունքներով Հայաստան եկած քաղաքացիների թիվը 8860-ով արդեն իսկ գերազանցում էր, բայց 2025 թվականի էս էլ է հետաքրքիր առաջին կիսամյակը շարունակում էր մնալ արտագաղթային եւ մի այդ երկրորդ կիսամյակի արդյունքներով մենք ունեցանք ներգաղթային վիճակ, այս տարի արդեն առաջին կիսամյակը ներգաղթային է եւ ինչը մեզ վստահություն է տալիս, որ տարվա արդյունքներով արտագաղթային միտումները կլինեն ավելի նախ կլինեն արտագաղթային միտումներ, ներգաղթային միտումներ, հիմա ես չասեմ ավելին կլինեն թե չէ, բայց որ կլինեն այդ հաստատա, իսկ կիսամյակի թիվը կարող է հիշեք Տիկին Սարգսյան։ +1300 մոտ պարոն վարչապետ։ Շատ լավ։
Իսկ 6 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը հետևյալն է, ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7%, արդյունաբերության տացի աճը 9.5%, շինարարությունը 25%, առևտուրը 0.8% եւ ծառայությունները 13%, եւ կարծում եմ, որ սա լավ մեկնարկ է, եթե այտենց բաժանարարը համարենք հունիս ամիսը, որ ընտրություններ են տեղի ունեցել, ընտրություններից հետո մենք բավականին լավ տեմպով սկսում ենք եւ շարունակում ենք մեր աշխատանքը։ Եվ ծրագիրն էլ ազգային ժողովում ընդունվեց, հարգելի գործընկերներ, մեր խնդիրը հիմա հետեւյալն է, մենք ճիշտ է 3 ամիս ունենք օրենսդրությամբ, բայց մենք խոսել ենք, որ ավելի շուտ միջոցառումների ծրագիր ունենանք, բայց ինչ առանձնահատկություն ես կուզենայի ընդգծել, մենք պետք է միջոցառումների ծրագիր ձևակերպենք այնպես, որ նա իրականում լինի մեր ամենօրյա աշխատանքի պլանը, ամենօրյա։ Այսինքն ինքը այդպես մինիմում նարատիվային բովանդակություն, մաքսիմում կոնկրետ բովանդակություն, որի վրա մենք ամենօրյա աշխատում ենք եւ ի վերջո մեր նախանշած ռազմավարական կառավարման մեթոդը հենց այդպես է, երբ որ ըստ էության ամբողջ ճանապարհային քարտեզը նկարագրված է, թե մենք ինչ ենք անելու։ Իհարկե հնդածս միշտ էլ լինում են դինամիկ փոփոխություններ, որոնց պետք է արձագանքել, բայց ընդհանուր առմամբ երևի տրամադրվենք այսպես։ Խնդրեմ ասվածի վերաբերյալ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ձեր մի դիտարկման ուղղակի շարունակություն դուք իրավամբ նշեցիք շինարարության ծավալների աննախադեպ մեծ ծավալի մասին եւ ըստ էության նաեւ խորհրդային ժամանակների հետ համեմատություն տարանք եւ գերազանցում ենք խորհրդային ժամանակները, բայց ես ուզում եմ եւս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանքի շինարարության որակի մասին, որովհետեւ նույն եթե նայենք շենքերի որակը հիմա եւ եւ խորհրդային ժամանակների կառուցված շենքերը, դրանք ուղղակի համեմատելու չեն, հետեւաբար եւ այս առումով արժեքային առումով շատ ավելի մեծ փոփոխության ենք ենթարկվում եւ սա նույնպես կարծում եմ կարեւոր է, այսինքն մենք միայն քանակով չենք գերազանցել, այլ նաեւ որակական հատկանիշներով են գերազանցել։ Դե շատ լավ լուրը այն է, որ մենք ըստ էության այդ երկրաշարժաֆոբիան հաղթահարում ենք շինարարության ոլորտում, որովհետեւ արդեն իսկ կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս, որ Հայաստանում ավելի բարձրակ շինարարություն իրականացնել, բայց նաև մենք պետքա կառավարության ծրագրում ռենովացիայի կետը շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Հայաստանում բնականային ֆոնդը հիմնականում հնացած է։ Եվ այդ բնականային ֆոնդը պետք է փոխվի։ Եվ այն տեմպը, որ մենք ունենք, ելի ուզում եմ ես մենք ինքներս գնահատենք մեր աշխատանքը, որովհետև այս շինարարության ոլորտում այս բումը սկսվեց 2020 թվին մեր կայացրած մի որոշումից հետո, երբ որ մենք եկամտային հարկի վերադարձից ելքի ճանապարհային քարտեզ մշակեցինք եւ այդ ճանապարհային քարտեզը ընդունելու պահից շինարարության ոլորտում նույնիսկ 21, 22, 23 թվականներին այս միտումները արդեն սկսեցին երևալ, բայց մենք շարունակության պլաններ ունենք, որը անպայման կիրագործենք ռենովացիայի ծրագրի շրջանակներում եւ մենք համոզված ենք, որ դա արդեն շատ կոնկրետ ներդրումային մեծ ծրագիր է լինելու ռենովացիան, մասնավոր հատվածի եւ իհարկե կառավարությունն էլ իր հերթին որոշակի խրախուսումներ կշարունակի իրականացնել։ Պարոն Թովմասյան, ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրական ցուցանիշը դուք ներկայացրեցիք, որը շուրջ 15000 գործարք վերջի 6 ամիսները համեմատած նախորդ տարվա 6 ամիսների հետ տեղի է ունեցել, գործարքների մեջ իհարկե մտնում է ոչ միայն առուծախը, այդտեղ մտնում է նաև վարձակալությունը, այդտեղ մտնում է նաև ժառանգությունը եւ այլ նմանատիպ գործարքներ, բայց բովանդակային առումով ակտիվությունը մեծ է եւ մեզ հասցեագրված դիմումների քանակը եւս բավականաչափ աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ նշվեց, որ անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հանգեցնում է նաև այն հանգամանքի, որ արտասահմանից մեր հայրենակի
բնակիչները ցանկություն են հայտնում նոր գույքեր ձեռք բերել, այս մասով կուզենայի նշել, որ մենք երկու կարևորագույն փոփոխություն ենք իրականացրել, դրանցից առաջինը արդեն իսկ գործում է եւ համակարգը ինտեգրված է կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակին եւ անշարժ գույքի առու վաճառքը այսօր կարելի է իրականացնել առանց որևէ վայր այցելելու, առանց նոտարի, առանց կադաստրի կոմիտեի սպասարկման խորհրդատվական կենտրոններ այցելելու, այլ էլեկտրոնային համակարգով անմիջապես գնորդը վաճառողը կարող են կնքել պայմանագիր, ներկայացնել իրավունքի գրանցման եւ ինքնաշխատ եղանակով համակարգը կիրականացնի իրավունքների պետական գրանցում։ Սա արդեն ներդրված եւ գործող համակարգ է, երկրորդը հիպոթեկային վարկավորման ձեռքբերման գործարքներին է վերաբերվում, դրա վերաբերյալ արդեն իսկ ընդունված է կառավարության որոշումը, որը սահմանել է ստանդարտ պայմանագրի ձևաչափը եւ հիմա մենք էլեկտրոնային համակարգում համապատասխան փոփոխություններն են կատարում եւ ձևաչափը պայմանագրի ինտեգրելուց հետո հիպոթեկային վարկով ձեռք բերվող պայմանագրերը հնարավորություն կլինի եւս կնքել եւ ավերացնել էլեկտրոնային համակարգում եւ ներկայացնել իրավունքի գրանցման։ Սա քաղաքացիներին տալիս է հնարավորություն, չլինելով Հայաստանի Հանրապետությունում, բանակցել կառուցապատողի հետ եւ բանկի հետ ձեռք բերել գույքը հեռահար ստորագրման մեխանիզմով, որը կրկին ազդելու է անշարժ գույքի շուկայի ակտիվացման վրա։ Այսքանը, շնորհակալություն։ Համեցեք, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եւս մեկ կարևոր բարեփոխման մասին, որ մեր համար նախանշել ենք, ես ներկայացնեմ, հիմա աշխատում ենք մասնավոր հատվածի հետ, կառուցապատողների հետ, խոսքը վերաբերվում է ըստ էության այս շուկայում զարգացման հաջորդ փուլին գալուն եւ ժամանակն է, որ արդեն Հայաստանում կան ապարտ հոթելների եւ իրենց կառավարող միջազգային բրենդները, այստեղ որոշակի բարեփոխումներ ենք պլանավորում, աշխատում ենք այդ ուղղությամբ, որովհետեւ ըստ էության այդ բրենդները ոչ միայն շինարարություն են բերում, այլ նաեւ միջազգային ներդրողներ եւ ըստ էության, այսպես ասած, հայ վաճառողներ, հայ գնորդներից, ազգությամբ հայ գնորդներից շատ լավ հնարավորություն է տալիս անցում կատարելու նաեւ մեծ չափով այլազգի գնորդների, որովհետեւ այդ բրենդները իրենց հետ նաեւ այդպիսի շուկա են բերելու Հայաստան, սա մեր կանխատեսումն է եւ այդ ուղղությամբ որոշակի փաթեթներ են մշակվում, շուտով կներկայացնենք կառավարությունը։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունվում։